Вони їх готують на осінь. Якраз після імітації парламентської... Ռուսները պատրաստվում են զորահավաք հայտարարել աշնանը, ճիշտ նրանց խորհրդարանական կեղծ ընտրություններից հետո։ Це вперше в історії Росії, коли у них вже немає безпечного стратегічного... Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ռուսները չունեն անվտանգ ռազմավարական թիկունք։ Financial Times-ի փոխանցմամբ Կրեմլը ռուսական շրջաններից պահանջել է մինչև այս տարեվերջ հավաքագրել առնվազն 409,000 պայմանագրային զինծառայողներ։ Այլապես Դաշնությունում ստիպված կլինեն անցկացնել նոր զորահավաք, ինչը խիստ բացասական արձագանք կստանա բնակչության շրջանում։ Այդ ավելի քան 400,000 զինվորները կուղարկվեն ուկրաինական ռազմաճակատ եւ կփոխարինեն զոհվածներին ու ծանր վիրավորված եւ զորացրված զինծառայողներին։ Կրեմլը եւ Պաշտպանության նախարարությունը ճնշում են գործադրում տեղական իշխանության վրա պահանջելով կատարել առաջադրանքը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կասկածում, որ սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում զորահավաք կլինի։ Նրա խոսքով այդ մասին ասվում է ռազմական հետախուզության հայթայթած ռուսական փաստաթղթերում։ Вони їх готують на осінь. Якраз після իմիտації парламентської... Ռուսները պատրաստվում են զորահավաք հայտարարել աշնանը, ճիշտ նրանց խորհրդարանական կեղծ ընտրություններից հետո։ Պուտինն ուզում է այնպիսի տպավորություն առաջացնել, թե ռուսաստանցիներն աջակցում են պատերազմին, մասնակցելու իրավունք ստացած բոլոր կուսակցություններն իբր այս կամ այն կերպ դեմ են խաղաղությանը։ Так чи інакше проти миру. Պուտինի ռազմավարության հիմքում այն թեզն է, որ Ռուսաստանը պատրաստ է ավելի շատ զինվոր զոհաբերել, քան Ուկրաինան։ Նա մերժում է այդ մոտեցումը վերանայելու եւ ռազմավարությունը գետնի վրա ստեղծված կացությանը հարմարեցնելու առաջարկները։ Դա էլ ստիպում է Մոսկվային սաստկացնել ճնշումը շրջանների ղեկավարների վրա։ Այդպես է արվում, չնայած այն հանգամանքին, որ ըստ արևմտյան փորձագետների գնահատականների ռուսները ամսական կորցնում են ավելի քան 30,000 մարդ։ Խոսքը սպանվածների եւ վերականգնման ոչ ենթակա վիրավորների մասին է, նշել է Financial Times-ի անանուն աղբյուրը։ Կրեմլի համար հետզհետե ավելի դժվար է լրացնել անդառնալի կորուստները։ Իշխանությունները որսում են տղամարդկանց, ստիպում են բանակի հետ պայմանագրեր կնքել։ Կան դեպքեր, երբ ծեծով ու ջարդով պայմանագիր են կնքում նույնիսկ հաշմանդամություն ունեցողները։ Թիրախում են հայտնվում պարտքեր ունեցողները, վերջերս զորացրվածները, բանտերում պահվողները։ Աչքը կորցրած մի տղամարդ Ուլիանովսկից պնդում էր, որ իրեն ստիպել են պայմանագիր կնքել։ Դասալքության համար դատապարտվել է ավելի քան 28,000 մարդ։ Deutsche Welle-ի փոխանցմամբ Կարնեգի հիմնադրամի ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանն ասել է, որ առանց պայմանագրայինների թվի շեշտակի ավելացման կամ առանց նոր զորահավաքի ռուսական բանակը կբախվի անձնակազմի պակասի հետ, ինչը բացասաբար կազդի առանց այն էլ դանդաղ ընթացող հարձակողական գործողությունների վրա։ Ռուսները հիրավի նեղ վիճակում են եւ ահա օգնության են գալու հյուսիսկորեացիները։ Це вперше в історії Росії, коли у них вже немає безпечного стратегічного... Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ռուսները չունեն անվտանգ ռազմավարական թիկունք, չեն կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայի օժանդակ ուժերի։ Նրանք պատրաստվում են տեղակայել լրացուցիչ հյուսիսկորեական զորակազմ։ Նրանք պատկերացրեք Հյուսիսային Կորեայից ստացել են լրացուցիչ բալիստիկ հրթիռներ։ Додаткову балістику від Північної Кореї. Զելենսկին ասել է, որ Ուկրաինան Ռուսաստանի խորքում կհասցնի նոր հարվածներ եւ դրանք ռուսներին կհամոզեն, որ այնուամենայնիվ գերադասելի է առաջ գնալ խաղաղության ճանապարհով։